Բարելույս բարեկամներ, ինչպես հավանաբար արդեն հասցրել եք տեղեկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից, ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են եւ ես ուզում եմ մի քանի բարձաբանում ներկայացնել, թե ինչպես։ Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որ այս պահին 24,000 դրամ է, այն դառնալու է 34,000 դրամ, այսինքն բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24,000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34,000 դրամը ներառյալ եւ հետեւաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10,000 դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36,000 դրամ է եւ հետեւաբար այն դառնալու է 46,000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը, դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին, ծանր եւ խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար համապատասխանաբար 10,000 դրամ։ 36, 37.5 եւ 39,000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46, 47.5 եւ 49,000 դրամ։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները, այստեղ սակայն բանաձևը մի փոքր այլ է եւ որոշ դեպքերում տարբեր չափ է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա, միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8,000-8,500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10,000-ից ավել, ընդհանուր մինչև 15,000 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր, որովհետեւ նրան այդ կենսաթոշակներ արդեն իսկ բավական բարձր են։ Միջինը մոտ 100,000 դրամի շրջանակներում է այս կենսաթոշակները։ Բարձրանալու են նաև մնացած որոշ մեր քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են, կերակրողին կորցնելու կենսաթոշակ եւ այդպես շարունակ։ Եվ ապրիլի 1-ից ըստ էության բոլորը ստանալու են այդ տարբերակով եւ այս ամենը չհաշված հետվճարը, որի հնարավորությունը մնում է կենսաթոշակների եւ նպաստների 20%-ի չափով, առավելագույնը 10,000 դրամ եւ հետեւաբար յուրաքանչյուր քաղաքացի ըստ էության իր կենսաթոշակը կարող է բարձրացնել բացի այս 10,000 դրամ բարձրացումից եւս մինչեւ 10,000 դրամով, դրանով իսկ նաեւ խրախուսելով, որպեսզի ստվերի շրջանառությունը փոքրանա եւ պետական բյուջեն մեծանա, որը որ նորից դառնալու է կենսաթոշակ։ Մենք իհարկե էլի խոսենք սրա մասին, կբացատրենք մանրամասները, լավ օրեմ բոլորի ցանկանում, առողջ եղեք։